Վերակառուցվող հիմնանորոգվող դպրոցների թիվը քիչ չէ նաև Գյումրիում։ Փուլային շինարարությունը, որը սկսվեց 2024 թվականից եւ մինչեւ այս տարեվերջ, դեռ կշարունակվի 12 դպրոցներում։ 3 դպրոց սեպտեմբերին արդեն պատրաստ էին, իսկ մյուսներում կատարված շինարարությունը ավարտական տարբեր տոկոսայնության է։ Խոսքը այն 12 դպրոցների մասին է, որոնցում նորոգումները սկսվեցին այս տարվա գարնան ամռանամիսներին։ Մի քանիսի աշակերտությունը արդեն 5 ամիս է ուրիշ դպրոցներ է դասի գնում։ Հյուրընկալող կրթօջախներին էլ հիմնանորոգումների հերթ կհասնի, երբ վերակառուցվող դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները վերադառնան իրենց տանիք։ Դեռ եռուն շինարարության մեջ գտնվող դպրոցներում կհասցնեն աշխատանքներն ավարտել մինչև նախատեսված ժամկետը՝ դեկտեմբերի 10-15-ը։ Վարպետ շինարարները խոստանալ չեն ուզում։ Շենքերի մակերեսները մեծ են, նախագծով պահանջված աշխատանքի ծավալները եւս։ 6500 կվադրատ է պոլիմագերեսը, համարյա 7000, շատ մեծ է, դուք գիտեք, որ այս դպրոցը Շիրակի մարզի երկրորդ մեծ դպրոցներից է, ինքը ծավալով շատ մեծ է, ծավալուն աշխատանքներ է, բավականին բարդ է, ահագին խնդիրներ կա, բայց արտելով արդեն հասել ենք այս փուլին։ 7000 մետր քառակուսի մակերեսովը Անի Թաղամասի թիվ 11 հիմնական դպրոցն է։ Երկհարկանի տիպային կառույցը 5 մասնաշենք ունի, բայց բոլոր մասնաշենքերում միաժամանակ չեն սկսել շինարարությունը։ Սրանով կանխել են տեղափոխության խնդիրը։ Անցած տարվա ապրիլից շինարարություն է գնում։ 1200 աշակերտով դպրոցը դասերը կազմակերպել է 3 հերթով, պտտվելով մասնաշենքերով։ 1990 թվականին կառուցված դպրոցը 35 տարվա մեջ նորոգումների չի ենթարկվել։ 2 մասնաշենքում են միայն աշխատանքներն ավարտված։ 2 օր առաջ հանձնել են երկրորդ մասնաշենքը, այսօրվանից տեղափոխվել ենք երկրորդ մասնաշենք ու ամբողջ դասապրոցեսը պետք է իրականացնենք այդ 2 մասնաշենքում։ Ունենք 1 ճաշարան դպրոցում, ունենք 2 դահլիճներ, ֆիզկուլտ մարզադահլիճներ, ունենք 1 նիստերի դահլիճ, այս պահին որևէ մեկը դեռ չի գործում, տեսնենք խոսք են տվել, որ գոնե 1 մարզադահլիճը մինչև դեկտեմբեր պետք է հանձնեն։ Ճաշարանը էլի պետք է հանձնեն մինչև դեկտեմբեր, սպասում ենք ներգենք դռների լուսամուտների քանի մատ կիսատ խնդիր ունենք, դա պետք է տնենք ու ներգենք 3-րդ կորպուսն է կարանք տանք, հիմա հասել ենք 4-րդ կորպուսը ու ճաշարանը մենք 10 օրից կվերջացնենք, 4-րդ կորպուսը համարյա ավարտելու ենք ու կմնա մեզ մենակ 5-րդ կորպուսը։ 5-րդ կորպուսը դեռ չենք սկսել։ Նույն տիպային շենքը 3 մասնաշենքով ու էլի 90-ականների կառուցված թիվ 41 հիմնական դպրոցն է։ Այստեղ էլ հիմնանորոգումը սկսել են անցած տարի։ Մոտ 710 աշակերտի տեղավորել են 1 մասնաշենքում։ Սեպտեմբերից այստեղ են դասերն անում։ Մյուս մասնաշենքեր տեղափոխվելը չի ուշանա։ 11-րդ դպրոցի համեմատ հիմնանորոգման ենթակա մակերեսը փոքր է, աշխատանքների մեծ տոկոսն ավարտված է։ Տանիքի հետ շինարարը գործ չի ունեցել, այն ավելի շուտ էին նորոգել, մինչև այս ծրագրի հաստատումը։ Աշխատանքը քիչ են մնացել, այն մեզ 2 կորպուս է, այն 1 կորպուսը հանձնել ենք իրանք 10 են, այս 1 կորպուսն էլ արդեն մի 10 օրից ներկայական աշխատանքները վերջացնենք, հանձնենք իրանց։ Ուրիշ դպրոցներում դեռ ինչքան են շարունակելու դասերը թիվ 7 եւ թիվ 19 հիմնական դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները դարձյալ շինարարներից է կախված։ Շինընկերություններն աշխատում են խիստ ծանրաբեռնված գրաֆիկով։ 7-րդ դպրոցի 1207 աշակերտներն առաջին կիսամյակը կավարտեն թիվ 4 եւ թիվ 10 դպրոցներում։ Մեծ դպրոց է, հիմնային նորոգվող, դեկտեմբերին չեն ավարտի, բայց շինարարը խոստանում է հունվարին շենքը հանձնել։ 3 հարկանի դպրոցը ընթանում է ամբողջովին վերանորոգում, ունի սպորտ հրապարակներ, սպորտ դահլիճ, հանդիսությունների, սրա ամեն ինչ, բոլորը վերանորոգման փուլում է։ Մոտ 80% ավարտած է, համարյա ավարտական փուլում ենք։ Հուսով ենք ամիս ու կեսում բոլոր աշխատանքները կավարտենք։ Թիվ 19 հիմնական դպրոցն էլ կշարունակի հյուր մնալ 15-րդ դպրոցում։ Ամբողջական հիմնանորոգումը շենքում ավարտում են, մնացել են կոսմետիկ աշխատանքներն անել։ Դպրոցի համար առանձին մասնաշենքով մարզադահլիճ են նաև կառուցել։ Բակային տարածք են ավելացրել, ասֆալտապատել, բարեկարգել։ Քանդել ենք սվաղը, քանդել ենք հադագը, քանդել ենք, բոլոր քանդել ենք, կրիշն ենք անել, լրիվ պատուհաններ, դռներ, բոլոր քանդել ենք։ Ու կառուցել ենք։ Դրսի աշխատանքը համարյա 99%-ով ասեմ ավարտել ենք, շատ քիչ բան է մնացել այնտեղ, ներսում էլի վերջնարդյունքն է, մեր համարյա արդեն ներգիտակ է, բոլորը պատերը ներգում ենք, պատալոկները ամստրոնգ ենք հավաքում, մի ամսից կավարտենք։
Քաղաքի դպրոցներում վերակառուցում նորոգումներ են, նոր կառուցվող դպրոցներ չկան։ Նոր կլաստերային մոդելի դպրոցներ կառուցվում են մարզի գյուղական բնակավայրերում։ Դրանք 12-ն են։ Դրանց ավարտի ժամկետները ավելի երկար են։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։